Սիրելի հյուրեր, ողջունում եմ բոլորիդ, ողջունում եմ Friends House-ում, այստեղ մենք ամենատարբեր միջոցառումներն ենք կազմակերպում, սկսած մշակութային, գրական, վերջացրած ժամանցային եւ այսօր պատիվ ունենք հյուրընկալել մեր հարկի տակ մեր շատ սիրելի լավ ընկեր Ավետիքին եւ իր նոր գիրքը, ինչի արդի ողջունում եմ թե ձեզ, թե մեզ, շնորհավորում եմ թե ձեզ, թե մեզ, իրականում շնորհավորենք Ավետիքին, բայց կարծում շատ ավելի ճիշտ կլինի շնորհավորել մեզ, որ ունենք գիրքը եւ ունենք Ավետիքին, այնպես որ բարի գալուստ Friends House, ողջունում եմ եւ վստահ եմ, որ շատ լավ ժամանակ կանցկացնենք եւ իմ ամենասիրած բանը եւ ցանկացած միջոցառում որ լինում, ինչ որ մի բան մենք կազմակերպում ենք, իմ ցանկությունն է Ոբսի դա անպայման ազդեցություն ունենա, այսինքն չանենք ինչ-որ մի բան անելու համար և թռշնակ նկարելու համար, կարծում այսօրվա շնորհանդեսը, գիրքը, այս ամեն ինչ, ինչ-որ մենք կանենք, մթնոլորտ այնպիսին է, որ անպայման պիտի ազդեցություն ունենա և բնականաբար բավարարված հեռանանք, այնպես որ բարի գալուստ Friends House, բարով եք եկել և բոլորիս լավ ժամանց և լավ ընթացք և արդյունավետ ընթացք, մեկ անգամ ևս շնորհավորում Ավետիք Շան, Շնորհակալություն շատ, գրիչդ միշտ արքավ, անկաշկանդ Ապրեք շատ, շնորհակալ եմ շատ, Արմեն ջան։ Շատ լավ, շնորհակալություն հյուրընկալելու համար, այս միջոցառումը ստե կազմակերպելու հնարավորության համար, ուրեմն գրքի շնորհանդեսի կազմակերպման ժամանակ տարբեր ձևաչափեր ենք մտածում, ինչպես անցկացնենք։ Վայրը որոշել ենք, որ պարոն Նիազյանի մոտ ենք անցկացնելու, որը ինձ շատ հոգեհարազատ է, իդեպ նաև տղաներս այստեղ գալիս են շախմատային մրցաշարերի են մասնակցում, տղաներս ներկա են իհարկե այստեղ։ Եվ որոշել ենք այստեղ մեր գողտրի կանկյունում անցկացնել եւ ամենահարազատ, ամենալավ մարդկանց ներկայությամբ։ Եվ միջոցառումը վարելու պատիվը որոշել ենք վերապահել իմ շատ սիրելի երկու ուսանողներին, Հայաստանում ֆրանսիական համալսարանի երկու լավագույն ուսանողներին, էլի ուսանողներ ունեմ, որոնց շատ հարգում սիրում եմ, իրանք լավագույնն են, բայց իրենց ես կներեք առանձնացնում եմ, որովհետեւ իրենց մոտ գիտելիք բոլոր պարամետրերը ամենաբարձր ստանդարտներով են։ Այսպես պարզ անկեղծ խոսում եմ, որոշել ենք, որ հարց ու պատասխանը իրանք են կազմում, թեմաները գիտեն ինչի մասին է, հարցեր իրենք են տալու, ես հարցերին ծանոթ չեմ, ես պիտի պատասխանեմ ու վերջում ձևաչափը այսպեսին է, վերջում հարց ու պատասխան, նաև այստեղ մեր գրքի լեզվական խմբագիրն է Գայանե Բարսեղյանը եւ Ռենա Մովսեսյանը, իրենք էլ վստահաբար կարող եմ ասել կարծիք ունեն հայտնելու, շատ անմիջական մթնոլորտում առանց պաշտոնական բանի, այս ձևաչափն եմ ես նախընտրել, որ անցկացնենք։ Ձեր թույլտվությամբ ես նստեմ, դուք սկսեք։ Ողջունում ենք ձեզ հարգելի հյուրեր, ես Անիվա Արփինյանն եմ, ես Աննա Չիչյանն եմ։ Մենք Ֆրանսիական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանողներ ենք եւ նախ ցանկանում ենք շնորհակալություն հայտնել ձեզ պարոն Հարությունյան ջան, հենց մեզ ընտրելու համար եւ մեծ ուրախությամբ այսօրը պատրաստ ենք ձեզ հետ անցկացնել։ Շնորհակալություն։ Թեև պարոն Հարությունյանը չի սիրում, որ իր մասին ենք խոսում, սակայն անհրաժեշտ ենք համարում նշել, թե որքան նշանակալից է եղել իր դերը մեր կրթության հարցում եւ որքան ենք կարեւորում իր մշտապես ցուցաբերվող աջակցությունը, ընկերական օժանդակությունը եւ վստահաբար ներկաները որքանով առնչվել են պարոն Հարությունյանի հետ, արդեն ականատես են եղել իր բացառիկ կարգապահությանը, մշտական պոզիտիվ տրամադրվածությանը կյանքի նկատմամբ եւ իհարկե այս ճառագող ոգեշնչմանն էլ ինչն էլ արդյունքը դարձավ այս գրքի։ Մենք ունեցել ենք բացառիկ հնարավորություն ծանոթանալու գրքի գաղափարախոսությանը դեռևս այն փուլում, երբ գիրքը չէր լույս տեսել եւ սրտատրոփ սպասում էինք, որպեսզի գիրքը տպագրվի եւ ունենանք հնարավորություն ամբողջությամբ ընթերցելու եւ մեր կարծիքը հայտնելու եւ այսպես կցանկանանք սկսել գրքի մասին քննարկումը։ Հարգելի պարոն Հարությունյան, կցանկանայինք, որ ներկայացնեիք գրքի ստեղծման նախապատմությունը, ինչը ոգեշնչեց, որպեսզի այս գիրքը ստեղծեք։ Շնորհակալություն ձեր մուտքի խոսքի համար, շատ լավ որ շատ չխոսեցիք իմ մասին, շնորհակալություն։ Ես կասեի ոչ միայն ինչ, այլ ովքեր, նաև դուք եք ոգեշնչել, այսինքն ուսանողները նրանք ովքեր որ ուզում են ինչ-որ բան սովորել, բայց ամեն ինչ սկսվել է իմ ուսանողական տարիների, դա ճշմարտություն է եւ ցավոք սրտի տետրերից մի մասը մնացել է Արցախում, բայց մի մասը մոտս են, որպես ապացույց դες իրավաբան, փաստաբան, այդ ապացույցները բոլորը մոտս կան, տետրերի վերջում ինչ նշումներ կատարել եմ եւ ուրիշների մտքերն եմ բնականաբար նշել եւ նաեւ իմ սեփական մտքերը դեռևս ուսանողական տարիներից Սակայն գրքի մեջ, եթե նկատել եք, ընդամենը իմ մտքերից 7 հատն են, որպես աֆորիզմ է դրված, համեստություն եմ արել, որովհետև
միգուցե առիթ կլինի հետագայում դրանք հրապարակելու։ Հաջորդ փուլը կամ մակարդակը ավելի շատ դասավանդման փուլներ, տարբեր միջոցառումների կազմակերպման ժամանակ եւ այլն, երբ որ ունեի մտքեր, որոնք որ ինձ համար ուղենիշային էին գործունեություն սկսելու ժամանակ, օրինակ Արցախի նախագահականում աշխատելու ժամանակ իմ համակարգչի էկրանին այստեղ Մարիամ Գրիգորյանն է, իմ գործընկերն է եւ իմ բաժնի աշխատակիցը, շատ լավ ընկերներ ենք մենք։ Ես միշտ կողքեն դեղին ստիկերներով փակցնում էի, որպես ապացույց դուք էլ կարող եք հավաստել կամ չէ։ Դրանից երբ որ միասին ենք Այլ դա վերջում խնդրում եմ ասեք այդ կարծիքը, այո, երբ որ մի բաժնում աշխատում ենք, այսինքն ինքը էվոլյուցիոն փուլ է անցել, հետո նույնը մեր դասընթացների ժամանակ երբ որ օգտագործել եմ այդ աֆորիզմները եւ այլն, այսինքն ինքը էվոլյուցիոն ճանապարհով եկել հասել է նրան, որ ժամանակն է, որ այս գիրքը լույս տեսնի։ Մի կողմից իմ մտքերն են, հետո գալիս են աֆորիզմները, հետո պրակտիկ մասը։ Նաեւ որոշ դեպքերում այդ լսարանային հանդիպումների ժամանակ դուք եք նաեւ ոգեշնչել եւ նաեւ իմ ընտանիքն է ոգեշնչել այս ամեն ինչը, պես որ սա մի պատճառ չունի, բայց առիթները կարծում եմ շատ են։ Նաև նշեմ, որ պարոն Հարությունյանը դասախոսությունների ժամանակ էլ հաճախ օգտագործել է աֆորիզմներ եւ հաճախ մենք լսում ենք, որ կրթության նպատակը ոչ թե դույլը լցնելն է, այլ կրակ վառելը, որը կարծում եմ մինչև ուսանողական տարիների վերջ, գուցե նաև կյանքի վերջ մենք կհիշենք դա եւ կօգտագործենք այդ աֆորիզմը բոլոր հնարավոր տարբերակներով։ Պարոն Հարությունյան ջան, կցանկանանք, որ անդրադառնաք գրքի վերնագրին, քանի որ այն ինքնին արդեն շատ հետաքրքիր է, ինչու գտիր քո իկիգայի եւ ընդհանրապես ինչ է նշանակում իկիգայ, թեև ես ու Անին արդեն գիտենք շնորհիվ։ Շատ լավ, շնորհակալություն։ Տեսեք, ուրեմն այստեղ էլի նշեցի Գայանեն ու Ռենանեն, վերնագրի ընտրության հարցում շատ երկար ենք մտածել, սկզբից մտածում ենք, որ մենակ աֆորիզմերին շեշտադրումը կատարեմ, բայց քանի որ այստեղ իմ առաջարկած, այսպես ասած, կենսափիլիսոփայությունը կա, այդ կենժահեն 7 ոլորտների առաջին սկզբնատառերով է, դրա համար որոշեցինք, որ իկիգայ ոնց որ մեր Ալեքսանդրիայի փարոսն է, վերջին այդ լույսն է, որին ձգտում ենք, այդ մեր երջանկությունն է, եւ դա այդ կենժահեի միջոցով, կենժահեն հեսա կասեմ ինչա, դրա միջոցով կարող ենք հասնել, երկար ժամանակ նաև Գայանեի հետ են խոսում աֆորիզմների անվանումը այստեղ գրենք թե չէ, եւ այդտենց որոշեցինք, որ երկրորդ էջում ենք նշել, ընդ որում բառը այսպես է իմաստնության ն կա մեջ, ոչ թե իմաստնության 2500 բյուրեղն է եւ կազմը այդպես է ոչ մեկ չիմացավ ամբողջական ինչա նշանակում, սա գաղտնիք է, կազմը լրիվությամբ ոչ մեկ չի կարող իմանալ, եթե ով բացահայտի նվեր ունի իմ կողմից։ Այնպես որ գաղափար այդպես էր, իսկ իկիգայը ինչ է, ճապոնական փիլիսոփայություն է, որ նշանակում է կյանքի իմաստ, թարգմանաբար, իհարկե ես ճապոնագետ չեմ, ճապոնագետը իմ դիմաց նստած Աննա Վարդանյանն է, ով այդպես բաները ավելի լավ գիտի, բայց մենք ոնց որ այս թեմայի մեջ շատ եմ խորացել, նշանակում է կյանքի իմաստ, առավոտյան արթնանալու պատճառ եւ ինչ որտեղ նաև թարգմանում են երջանկության արվեստ, երջանկության հասնելու ինչ որ ուղի եւ այլն։ Հետեւաբար սա մի ճանապարհ է, որին բոլորս ձգտում ենք, բայց դրա համար կարծում եմ պետք է լինի ուղեցույց, թող անհամեստություն չլինի, բայց սա որոշ չափով այդ ուղեցույցն է։ Պարոն Հարությունյան ջան, կցանկանայինք, որպեսզի ներկայացնեիք գրքի կառուցվածքը, ինչ տրամաբանության վրա է կառուցված, որ ավելի հասանելի լինի ընթերցողների համար։ Տեսեք, գիրքը երբ որ պտտում ենք, հետևի մասում ես այդ կառուցվածքային մասը տվել եմ, այսինքն 3 հարթություն է կամ 3 շերտ է։ Իհարկե միանգամից չի ամեն ինչ եղել, այս ճանապարհը հասել սրան, սկզբից մենակ աֆորիզմներն էր, հետո եկավ առաջի մասը, հետո մտածեցինք եւսի մի մաս պիտի լինի պրակտիկ մաս, առաջինը գիտակցումն է, գիտակցում ասելով հասկանում ենք իկիգայ մասի տեղեկատվությունը, ինչա նշանակում, այնուհետև այդ կենժահե փիլիսոփայությունը, այդ 7 ոլորտները առանձին մանրամասը ներկայացված է։ Սա տեսական մասն է, նախապատրաստվում ենք, երկրորդը դա 2500 աֆորիզմներն են, այդ կենժահեի ոլորտի վերաբերյալ, այսինքն 7 ոլորտի, եւ մենք կարող ենք ողջևորվել դրանք ընթերցելով, եւ երրորդ մասը պրակտիկ մասն է, քանի որ մեր հայ իրականության մեջ սիրում ենք մենք սովորաբար կենացներ ասել, ես նախընտրում եմ ավելի շատ գործողությունը, արարքը, քան թե մենակ բաժակաճառը։ Բաժակաճառը միշտ էլ կարելի ասել, բայց գործողությունը կարծում եմ նաև ինչ որտեղ խիզախություն պետք է ունենալ, վստահություն պետք է ունենալ դրանք անելու համար։
Կառուցվածքը այդքանը, ոնց որ ճիշտ եմ, չէ՞, պատասխան ձեր հարցին։ Պարոն Հարությունյան ջան, նշեցիք, որ գիրքը կազմված է 2500 աֆորիզմներից, թեև համեստորեն լռում եք ձեր 7 աֆորիզմների մասին, սակայն կարծում եմ իմաստային իր բովանդակությամբ իրենք կարող են համարվել այս աֆորիզմների մասը, եւ կցանկանայինք իմանալ, թե այդ 2500 աֆորիզմների ընտրությունը ինչպես է կատարվել, ունեք նախընտրած հեղինակներ, աֆորիզմներ, ինչու եք համարակալել դրանք։ Երևի վերջի սկսենք, որ չմոռանամ էլի։ Օրինակ ասենք Friends House-ը ունի իր հասցեն, Իսահակյան 14, չէ։ Երբ որ ուզում ենք հասցեավորել, թիրախավորել կետը, կամ պիտի հասցե ունենա, կամ հերթական համար պիտի ունենա։ Նույնիսկ շարվածքը անելու ժամանակ, որը բավական երկար է տևել, բծախնդրորեն ամեն ինչ նկարները, ընտրությունը եւ այլն, մտածել ենք, որ համարակալումը կատարել է ճիշտ է, եթե նկատել եք թվերը հերթական համարները տարերից ավելի փոքր են, որպեսզի չշեղեն հիմնական իմաստը։ Համարակալման նպատակը դա է, որ իմանանք հերթական համարները, ընդ որում բոլոր 7 ոլորտներում այդ աֆորիզմները դասավորված են այբենական կարգով, որպեսզի հեշտ լինի, ոչ թե ստեղից կարդանք։ Էլ ինչ հարց կար։ Կառուցված, նախընտրած հեղինակները շատ են, չեմ ուզում այդպես հատուկ առանձնացնել աֆորիզմները, ես աֆորիզմներից տվեք ես ասեմ էլի, օրինակ շատ իմ վրա ազդել է 121-րդը, դրա մասին գիտեք, ես կիսվել եմ ձեզ հետ, 40 տարեկան հետ կապված, ինչ շատ դուր է եկել նաև, հեսա կասեն ինձ թվում է, երևի ինչի մասին, ներսյանցից չկա, իրավունքի փիլիսոփայությունա, 511-րդ աֆորիզմը, ովքեր որ գիրք ունեն ձեռքի տակ, Աբդուլ Քալամը, ես շատ եմ սա ընդգծում, Հնդկաստանի նախագահներից էր, ասել է երազանքը այն չէ, ինչ տեսնում ես քնած ժամանակ, այլ այն, ինչը քեզ չի թողնում քնել, քանի դեռ իրականություն չես դարձրել այն։ Կամ 854-ը, որը որ հաստատ Մարիամը, չգիտեմ, տեսել է թե չէ, միշտ իմ համակարգչին փակցրած էր 854-ը, անգիր հիշում եմ այդ որը շատ եմ սիրում։ Լաո Ցզի միտքն է, բայց շատ հաճախ Կոնֆուցիոսին էլ են վերագրում, սրանք մեկ-մեկ ստուգել ենք։ Իդեպ առիթից օգտվելով նաև ուզում եմ Արման Նարիմանյանին հիշատակել, ով ահագին ինձ օգնել է աֆորիզմները իմի բերելու, հավաքագրելու հարցերում։ Լաո Ցզի միտքը 1000 մղոն երկարությամբ ճանապարհությունը սկսվում է առաջին քայլից, այսինքն եթե մենք ուզում ենք ինչ-որ հաջողության հասնել, միանգամից չի լինում։ Իգիգայի փիլիսոփայությունն էլ է դա։ Այդ Կեն Մոգի միտքը, որը որ գրքում կա, ասում է սկսիր փոքրից, չենք կարող մենք միանգամից պայմանական այս շենքը կառուցել։ Պետք է հիմքը դնենք, հետո պատերը դնենք, հետո վերնաշենքը եւ այլն, այսինքն աստիճանաբար այդ հաջողությունը լինում։ Իսկ այդ 40 տարեկանի հետ կապված ասեմ, որ դասերից մեկի ժամանակ պարոն Հարությունյանը հայտարարեց, որ որոշակի անակնկալ է մեզ սպասում, սակայն դեռևս չցանկացավ այդ մասին բարձրաձայնել, բայց քանի որ մենք Facebook-յան էջում իր արդեն տեսել ենք 40-ամյակի տորթի վրա գրված այդ իկիգայի, միանգամից տեղում գուշակեցինք եւ ասացինք պարոն Հարությունյան։ Ինչ հետ կապված կլինի, հա։ Եվ ստացվեց։ Հա, ու առաջին դուք եք, կարծեմ դուք եք պատասխանել, այնպես որ դրանք հիշում եմ։ Իդեպ ցանողների հետ հանդիպումների ժամանակ իհարկե իմ խոսքում նշեցի, այս ամեն ինչը չէր լինի, եթե այդ ոգևորությունը չլիներ։ Այս գրքի ծնունդը, ու կարող է մարդասի հա, սովորական գիրք հա տվում, այո, յուրաքանչյուրի համար գիրքը կարևոր է, բայց սա այն գրքերից է ու առաջին է իր տեսակի մեջ իմ ոլորտում, երբ որ ես մտածում որ սա մարդկանց մոտ ինչ որ բան կփոխի, ու ես ավելի քան վստահ եմ, որ նրանք ովքեր որ լրիվությամբ ընթերցեն, նշումներ կատարեն, հաստատ իրենց կյանքում կարևոր դրական փոփոխություններ կլինեն։ Պարոն Հարությունյան ջան, նշեցիք, որ մարդիկ ովքեր այս գիրքը ընթերցեն, իրենց կյանքում միանշանակ կլինեն որոշակի դրական փոփոխություններ։ Մեզ հետաքրքրում է ընթերցման ընթացքում, գրքի նախաձեռնության ընթացքում կան արդյոք աֆորիզմներ, որոնք օգնել են գտնելու հենց ձեր սեփական իկիգայը եւ ինչ ազդեցություն են ունեցել ձեր կյանքի վրա, ինչ կերպով են փոխել ձեր մոտեցումները կյանքի նկատմամբ։ Շատ լավ, հետաքրքիր հարցի համար։ Տեսեք, աֆորիզմներից մի երկուսը ես ընթերցեցի, բայց ես շատ եմ իմ պրակտիկայում օգտագործում, գրեթե բոլոր լսաներում ասել եմ այդ Լաո Ցզի միտքը, ու այնտեղ մղոնել են օգտագործում չինական Լիո Ամելիո ճանապարհությունը սկսում է առաջին քայլից, ես դա եմ շատ նախընտրում, այսինքն եթե ունենք երազանք պիտի դարձնենք նպատակ, ինչպես որ Նապոլեոն Հիլն է ասել, երազանքը նպատակն է իր վերջնաժամկետով, կարծեմ ես դա նաև նշել եմ։
Այսինքն սրա իրականացումը ինձ համար եւս մեկ իկիգայ է, այսինքն այս գրքի տպագրությունը իմ իկիգայներից մեկն էր, որը արդեն այսօր կարող ենք ասել շոշափելի իրականություն է, եւ վստահ եմ, որ ամեն մարդ եթե ուզում է ինչ-որ կոնկրետ նպատակ ունի հասնի դրան, պետք է ինչ-որ մի փոքր քայլից սկսի։ Էլ եմ միտքս կրկնում, անհնար է միանգամից մեծ հաջողություններ ակնկալել, եթե մենք այդ քայլը չենք անում։ Վերադառնալով իրավաբանությանը, քանի որ չենք ցանկանում կտրվել դրանից, կցանկանանք իմանալ ինչպես է կարողանում պահել այդ կապը ստեղծագործական գործունեության եւ իրավաբանության միջև եւ ինչպես է կարողանում չկարծրանալ այդ մասնագիտության միջև, մի քանի խորհուրդներ, որ լավ բան եք ասում։ Ինձ թվում է ձեզ հետ շատ ենք հանդիպելու, մեր մյուս ուսանողների հետ էլ առիթներ կունենանք։ Տեսեք, ինձ թվում է էլի վերադառնամ գրքի այդ կառուցվածքին կամ տրամաբանությանը, ոգևորությունը միշտ էլ մեզ պետք է, բայց ոգևորությունը այսպես ասած մոտիվացիան ինքը կայծի նման է։ Մենք այս ովքեր ես չեմ ծխում, հատկապես նրանք ովքեր որ ծխում են, լուցկի են օգտագործում, այդ վարկենական կայծն է, այդ մոտիվացիա ասված, որ ես փորձում եմ շատ քիչ օգտագործել, որտեղ արդեն հակառակ էֆեկտն է տալիս։ Ես ոգեշնչում եմ ասում, կարծեմ այդպես էլ գրել եմ, չէ՞, ոգեշնչում մեր հայկական բառով, կարծեմ Գայանայի հետ էլ ենք ահագին խոսել մոտիվացիա քիչ օգտագործելու մասին, այսինքն պիտի կարողանանք այդ ոգևորությունը պահել, բայց ոգևորությունը ինքը միշտ չի կարող լինել։ Մենք պիտի այդ կայծը կրակ դարձնենք, եթե կրակ չկա, ինքը ուշ թե շուտ այդ կայծը բնականաբար հանգչելու է։ Ժամանակին գրքեն սկզբնական տարբերակում եւ շատ լավ հիշում եմ, երբ որ իդեպ այս գաղտնիքն էլ բացահայտեմ, թեմայից չկտրվելով, միջև գրքի տպագրությունը, այս ներածական տեսական մասը, որ ես պատրաստել եմ, երկու անիները, սենց եմ ասում, կամ Դարփինյանն ու Չիչյանը, եղել են երկու ուսանողները, որոնց ես խնդրել եմ, եկել են իմ գրասենյակ, տեղում կարծում եմ լավ մթնոլորտում տեքստը տվել եմ, խնդրել եմ իրանց կարմիր գրիչով, իրանց կոմենտները գրել են, այսինքն ես չեմ կարծել, որ այն ինչ ես գրում եմ բացառիկ ճշմարտություն է եւ անքննարկելի է, միշտ էլ կարելի է առաջարկներ ներկայացնել, միշտ կարելի է քննադատել գրածը եւ այլն, ու տենց ենք նաեւ կարողացել բազմակողմանի, այսպես ասած, կարծիքները ապահովել եւ քննադատական այդ մոտեցումը պահել, որպեսզի հնարավորինս տարբեր, թեկոզ իհարկե ես էլ եմ ինձ երիտասարդ համարում, բայց դուք նոր սերունդն եք, ձեր մտածողությունը մի փոքր կարող է մեզանից տարբերի եւ այլն, եւ փորձել ենք այդ միքսը ճիշտ կազմակերպել։ Եվ ի վերջո գիրքը գրելու ընթացքում ինչ ակնկալիքներ եք սահմանել նրա ազդեցության հետ կապված, ովքեր են գրքի հասցեատերերը, ինչ առաքելություն է գիրքը հետապնդում ըստ ձեզ։ Գրքի հետ կապված իմ ամենամեծ երազանքը նա է, որ մարդիկ ընթերցելու արդյունքում դրականորեն փոխվեն։ Եթե լրիվությամբ ընթերցեն, սկզբից մինչև վերջ, նշումներ կատարելով եւ այլն, ես կարող եմ նույնիսկ երաշխավորել, որ մարդիկ հաստատ կփոխվեն։ Բայց չեմ ուզում գիրքը տենց փառավորել, ասեմ, այս գիրքը միակն է եւ այլն, չէ, այդպեսի հավակնություն բացարձակ չունեմ։ Ուղղակի աֆորիզմի էությունը ես ուրիշ ձև եմ գնահատում, որ աֆորիզմը յուրաքանչյուր հեղինակի, չգիտեմ, Էդիսոնից սկսած, հետո Հեգելը նույնիսկ ունի այստեղ աֆորիզմներ եւ մյուս այլ հայտնի մարդիկ, ում ես հիշեցի, Բոբ Պրոկտերը, Բրայան Թրեյսի, Ջոն Մաքսվելը, շատ-շատերը, ասենք այդ աֆորիզմը կարճ միտքն է, ես ասում եմ դրան ձևակերպումը մտքի բյուրեղն է, որը քարացել է բառի մեջ, այսպես է իմ ձևակերպումը, այսինքն մարդը մի աֆորիզմ գրելու համար այնպես չէ, բանաստեղծություն չի շուտ գրել, չնայած բանաստեղծություն գրելու համար էլ իհարկե տաղանդ է պետք, մուսա է պետք եւ այլն։ Դա իր կարող է մի քանի էջերի կամ մի գրքի ռուսերեն բառը ասեմ, իզյումինգ անա, այն ամենակարևոր միտքն է, միջուկն է եւ այլն։ Եթե այդ ամեն ինչից պատկերացրեք իր գրքերից կամ որոշ գաղափարներից այդ մի հատն ինքը առանձնացրել որպես աֆորիզմ, տեսեք այդպեսի 2500 հատ ընթերցելուց հետո անհնար է գիտակից նորմալ մարդու մոտ փոփոխություն չլինի։ Ես կարող եմ նույնիսկ երաշխավորել։ Եթե փոփոխություն չլինի, ուրեմն մենք կհանդիպենք։ Եվ շարունակելով գրքերի թեման, պարոն Հարությունյան, կան այնպիսի գիր կամ գրքեր, որոնք ձեզ վրա թողել են այնպիսի ազդեցություն, որը ակնկալում եք կթողնի ձեր գիրքը ուրիշների վրա։ Դժվար հարց եք տալիս, ես չեմ ուզում մի կողմից շաբլոնային պատասխան տալ, բայց ճշմարտությունը այլընտրանք չունի։ Ինձ համար թիմը գիրքը եղել է մնում է դա Սուրբ գիրքը, նաև որպես առաքելական եկեղեցու հետևորդ,
Աստվածաշունչ ընթերցում եմ, իմ սեղանին կա նոր կտակարան, նաև անցած տարի ամբողջությամբ ընթերցել եմ Գրիգոր Նարեկացու գիրքը, բայց անկեղծ ասեմ իմ համեստ գիտելիքների չափով դեռ չեմ հասկացել, որտեղ Նարեկացի հասկանալը տենց շատ հեշտ չի, բայց դրա հետ միաժամանակ կան որոշ հեղինակներ, որոնք որ ինձ վրա ազդեցություն են թողել, օրինակ կնոջս հետ երբ որ Ռուսաստանում ենք 2017 թվականին գնել ենք, ես եմ գնել, հետո ընթերցել ենք Իցխակ Պինտոսևիչի Ստավցելի գիրքը, Մանեն Հաստատկասի, որ այդ գիրքը կա ու մեր դասընթացի շրջանակներում մենք դրան անդրադարձել ենք, դա կառանձնացնեմ, իմ վրա ժամանակին ազդեցություն են թողել նաև միջև հիմա թերթում եմ Բրայան Տրեյսիի գրքերը, իդեպ այստեղ նաև Աննան է մեր լավ գործընկերուհին, Աբրահամյան, ով բազմաթիվ Ռոբին Շարմայի եւ մյուս գրքերի մասնագետ լավ թարգմանիչն է, պրոֆեսիոնալ, եւ գրեթե ձեր բոլոր թարգմանած գրքերս ընթերցում եմ։ Ռոբին Շարմային էլ ես կարող եմ առանձնացնել, բայց արդեն ինձ համար ինքը արդեն իր գրած մտքերը մի մասը վաղուց ես արդեն իրականացրել եմ։ Բոբ Պրոկտորին կարող եմ առանձնացնել։ Էլի հեղինակներ կան, բայց փորձենք սրանով սահմանափակվել։ Այսինքն այստեղ կախված է դու ինչ ես ուզում։ Մասնագիտականի առումով իհարկե մենք ունենք Ներսիսյանց, ունենք այլ հեղինակներ, բայց սա այն ոլորտն է, որը որ անձնական աճն է, ինքնազարգացումն է, որը մշտական բնույթ է կրում, չենք կարող սահմանափակվել։ Մենք բազմաթիվ հետաքրքիր պատմություններ ենք լսել գրքի ստեղծման ընթացքի հետ կապված եւ կցանկանայինք որպեսզի ներկայացնենք թե ինչ ճանապարհորդություն է անցել գիրքը, մինչ գիրքը լույս է տեսել։ Ճանապարհորդությունը երևի Գայանեից սկսենք։ Ուրեմն պատմությունը sense անմիջական մթնոլորտում խոսում ենք, երբ որ այս գիրքը պատրաստելու գաղափարը կար, արդեն ահագին աշխատել էինք, Արմանն էլ էր ինձ օգնել, ահագին աշխատել էինք եւ իրական ընկեր եւ այսպես ասած վիրտուալ ֆրենդներ շատ ունեմ։ Ես ու Գայանեն ծանոթ ենք դեռևս 2006 թվականից, Արցախում ազգ եւ ժառանգություն գիտաժողով կար ու Գայանեն եւ շատ է ընթերցում եւ միշտ ստորիներ է դնում Օշոյից սկսած, չգիտեմ, ճիշտ եմ, չէ, հիշում եք հեղինակները ու Գայանեի առանձնահատկությունը այն է, որ հետո այնուհետև սրբագրական մասը Ռենան արել, ուրեմն որ Գայանեն նաեւ յոգայով է զբաղվում ու այն եզակի մարդն է, որ այդ գիրքը, այդ պատմությունը հարցից չեմ շեղվել, գրքեն սկզբնական տարբերակը, ճիշտ եմ, չէ, ասում, հետո վերջում քո կարծիքը կասես Գայանե ջան, հետը տարել է նաև Օլիմպոս, ճիշտ եմ, չէ, լեռը ասում, Հունաստանի Օլիմպոսն է, հետը տարել, հետո կարծեմ եվրոպական էլի երկրներ, Փարիզ եւ այլն։ Ես է բախտ եմ ունեցել տղաս տեղը Համլետս, երբ որ իրեն տարել է Մոնտենեգրո, Բուդվա իր շախմատային մրցաշարին, նույնիսկ այդ մյուս տարբերակն, հաստ տարբերակը հետս տարել է նոթբուքը, նույնիսկ նկարները կա, բայց չուզեցա տենց հրապարակենք։ Դրա վրա եմ աշխատել, այսինքն ինքը նաև հետաքրքիր բան է ստացել, սիմբիոզ է ստացվել, մի կողմից hard copy վրա ենք աշխատել, թղթային տարբերակի վրա, մյուս կողմից էլ բնականաբար էլեկտրոնային տարբերակի վերջնական տարբերակը այդպես ենք անում, այսինքն ինչ որ ճանապարհ, նաև ֆիզիկական ճանապարհ անցել է իր այդ առաջին կամ սկզբնական օրինակը մինչև հասել է ընթերցողի սեղանին, ու ինչու համար այս պատմությունները ես ձեր հարցի վրա ասացի, որ այդ մտքերը նաև տարբեր երկրներում են ինձ ուղեկցել ու այդ ոգևորությունը միջ մոտս կար։ Շնորհակալություն, որպեսզի sense միակողմանի մենք անդադար հարցեր չտանք, կցանկանանք լսարանին եւս լսել հարցերը, եթե հարցեր ունեք։ Եկեք, լսարանից խնդրեմ։ Եթե չէ, ներկաներից եթե հարցեր ունեք, եկեք մի պահ ընդմիջենք, ձեր հարցերին պատասխանենք։ Խաղաղվեցիր։ Հանգստացա մի քիչ։ Այսօր լավ կքնեմ հանգստից թվում է Գայան ջան։ Խնդրեմ։ Եկեք ձեզ, նախ շնորհակալություն։ Մի հարց կուզենայի տալ։ Ես ճիշտ ասած վերջերս եմ կարդացել Իկիգայը։ Հետաքրքիր է Իկիգայը դուք կարդացել եք այդ գիրքը։ Այո, ընթերցել եմ, չեմ ուզում ինչ-որ մեկնաբանություն անել, որպես տեղեկատվական առումով նորմալ գիրք է, բայց իմ կոնցեպտը մի քիչ այլ է, որովհետև ես
իմ հեղինակային այդ կենսափիլիսոփայությամբ եմ հասնում Իկիգային, իսկ այնտեղ հիմնական նկարագրումը Օկինավայի այստեղ էլ դրա մասին կա։ Օկինավայում, որ երկարակյաց են, հա, գիտենք։ Հիմա մեր ճապոնագետ ընկերը Աննան Վարդանյան ինքն էր մի քանի օր առաջ էլ իր գրքի շնորհանդեսներ Դիանա Աբգարի մասին։ Հիմա դուք նաև կարող եք անդրադառնալ, այսինքն ոչ թե ուղղակի մի օրինակը բերենք, իհարկե հարգանքով են բոլոր հեղինակները, առավել եւս որ հայ հեղինակ չէ, էլի հարգանքը պահում ենք, էլի թարգմանությունա գիրքը, ուղղակի նկարագրությունա ինչպես են այնտեղ երկար ապրում։ Իսկ թողան համեստություն չլինի, այստեղ ես առաջարկում եմ ինչպես գտնել այդ Իկիգայը, որովհետև այդ Իկիգայի մասին բոլորս է խոսում ենք, բայց յուրաքանչյուրն իր կոնցեպտը կարող է ունենալ, ինչպես գտնել դա։ Ինչու հարցրեցի, որ վերնագիրը նույնն է, մարդկանց մոտ Չէ, նույնը չի։ Լինի, որ նույնը չի, բայց այնտեղ մեն այո։ Մեծ մասամբ 80%-ի մոտ այդ գիրքը չեն հավանել, զուտայի հարցնում, դրա համար ես որ ձեր գիրքը հանդիպեցի, ինձ որ հարցնում էին միգուցե նմանություն կա դրան, պատասխանում եմ, որ մի չեմ կարդացել, չեմ կարող։ Դեսորվանից որ ասում խնդրեմ, սկսեք։ Հայս ընթերցել եմ, կարծիքս արդեն հայտնեցի, իհարկե հարգանքով բոլոր հեղինակների հանդեպ, յուրաքանչյուրս մեր հեղինակային մոտեցում ունենք։ Ես այդտեղ ինքն ուղղակի նկարագրում եմ, ես իմ կոնցեպտն եմ առաջարկում, ինչպես հասնել դրան։ Ցանկանայինք լսել իրավաբան Մանե Հալաչյանի խոսքը։ Շնորհավորում եմ ձեզ, պարոն Հարությունյան։ Ես էլ ինքս սպասել եմ, ինչպես ձեր ուսանողներն ասեցին, սպասել եմ գրքի հրապարակմանը։ 1 տարի առաջ պարոն Հարությունյանի հետ դասընթացի եմ եղել, որտեղ առաջին անգամ ընդհանրապես լսել եմ ինչ է Իկիգայը, ինչ է նշանակում, ու վստահ կարող եմ նշել, որ ես ինքս փոփոխություններ ունեցել եմ, քանի որ մեր առաջին դասը եղել է բացահայտել, հասկանալ ինչ է Իկիգայը, ինչպես գտնել եւ այլն եւ այլն։ Այդ ընթացքը, որ ուսումնասիրել եմ ու ամբողջ ընթացքում թե աֆորիզմները, որոնք ոչ թե միայն կայծ են տալիս, այլ շատ դեպքերում ուղղություն են տալիս, թե ինչպես պետք է գտնել այդ կայծն ու պահպանել այդ կայծը։ Ու ինձ համար ձեր գիրքը մինչ վերցնելը, որ այնտեղ ամփոփված են 2500 աֆորիզմներ, կարծում եմ, որ պետքա ուղղակի ես աֆորիզմները կարդամ, բայց թե ինչպես եք դուք առաջարկում այդ աֆորիզմները կարդալ, ինչու են համարակարված, թե ինչու պետք է դրանք պահպանել ու ընթացքը, թե ինչ հերթականությամբ կարդանք, օրը քանի հատ կարդանք այդ աֆորիզմները դոզան պահում ենք։ Այո, այո։ Ես ասեմ, որ վերջին 1 շաբաթվա ընթացքում ինչ գիրքն ինձ մոտ է, իմ ճանապարհի ընկերն է, ու իսկապես ես այդ կայծը զգում եմ, ոգևորվածությունը զգում եմ։ Ու մի գեղեցիկ խոսք կա, որ մեր կյանքում երկու կարևոր օր ունենք։ Առաջինը ծննդյան օրն է եւ երկրորդը այն օրը, թե ինչի համար ենք մենք ծնվել։ Այդտեղ մի աֆորիզմ ունեիք առանձնացրած, որ կյանքը մինչև 40-ը ուղղակի ուսումնասիրություններ է, 40-ից հետո դուք գտնում եք դա ու վստահ եմ այդ 40-ից հետո ձեր սկսած կյանքը այն միտքն է ու ձեր Իկիգայն է, թե ինչի համար եք դուք ծնվել ու ձեր առաքելությունը որն է։ Ես թե որպես ձեզ գոլեգա, ձեզնից շատ բան եմ սովորել ու Իկիգայը իսկապես գտնելու ճանապարհին եմ, ձեր օգնությամբ եւս շնորհակալ ենք, շնորհավորում եմ ձեզ էլ, մեզ էլ այս գրքի կապակցությամբ։ Ապրեք շատ, շնորհակալ եմ Անե ջան։ Մերսի շատ։ Շարունակենք, հա, խնդրեմ։ Պարոն Հարությունյան, շնորհավորում եմ ձեզ հրաշալի գրքի կապակցությամբ։ Մի բան եմ ուզում հարցնել, ես էլ ծերու դասերից տենց նախասիրություն ուներ, որ բլոկնոտի մեջ գրում էի որ աֆորիզմներ բաներ, որ գրքերից հանում էի, բայց մի հատ բանից էի նեղվում, որ շատ ժամանակ կոնտեքստից դուրս որ աֆորիզմ ինչ-որ հանում էի, ինքը լրիվ չէր փոխանցում են ինքը, որ օրինակ հեղինակը ուզում։ Իսկ ձեր կարծիքով այդ աֆորիզմների բաների կարճ լինելը կամ փոքր լինելը ինքը ինչքան է կարողանում ամբողջական միտք մատուցի ու դինում է, չէ՞ դեպքեր, որ մի քիչ իմաստը փոխվում է կոնտեքստից։ Շնորհակալություն, Հովանես չէ։ Միջև ձեր հարցին պատասխան ասեմ Հովանեսով է։ Ուրեմն այսօրվա հետ կապված եթե հարց կունենաք ինչու ենք այսօր կազմակերպել, կտակ եթե չէ, ես կասեմ։ Ուրեմն անցած տարի մի օր առաջ, մի տարի, մի օր առաջ գրքի շնորհանդեսներ, որը ես էի թարգմանել ակադեմիկոս Վլադիկ Ներսյանցի իրավունքի փիլիսոփայություն 1024 էջանոցը, Հովանեսը եղել է ամենակրտսեր ընթերցողը, այսինքն այն ժամանակ ինքը դեռ շիրակացիում վերջին դասարանի աշակերտ էիք, հետո ընդունվեց ֆրանսիական համալսարան, ճիշտ եմ չէ՞ լրիվ ասում։ Այսինքն աշակերտ ժամանակ մարդի իրավունքի փիլիսոփայություններ ուսումնասիրում։ Սա որպես ներածական խոսք կամ նախաբան։ Տեսեք, իմ կարծիքով Հովանես ջան, աֆորիզմի
երկար ու կարճով չի պայմանավորված։ Կարևոր է այստեղ արդյոք ավարտուն է միտքը, թե չէ։ Այսինքն եւ ինքը տարողունակ պիտի լինի, ամբողջ գաղափարը պիտի մեջ լինի եւ միտքը ավարտուն պիտի լինի, այսինքն գրքեր ենք, չէ, ընթերցում, վերնագիր կամ բնաբան, ոնց ուզում ենք օգտագործենք, ինչ որ մի միտք է նշած լինում, այդ բնաբանը կամ վերնագիրը որքանով է մեզ ճիշտ ուղղություն տալիս։ Իմ կարծիքով կարող է աֆորիզմը սովորաբար շատ երկար չի լինում, մի էջի սահմանում չի լինում, հնարավորինս հակիրճ է լինում, բայց այստեղ մի քանի հեղինակա մի փոքր ավելի երկար է ստացվել իրենց միտքը, որտեվ ամբողջականությունն է։ Կարճ ասած իմ պատասխանը հետեւյալն է, որ միտքը պիտի ավարտուն լինի, ամբողջական պետք է լինի, որը կհամարենք աֆորիզմ։ Հակառակ պարագայում ստացվում է ուղղակի սովորական միտք է, էլի։ Ու ես աֆորիզմին նաև այսպեսի բնորոշում եմ տվել, որ աֆորիզմը դա մեր մտքի բյուրեղն է, ռուսերեն կրիստալն է, այսինքն ինքը մաքուր, այն լավագույն տարբերակն է, որը բառի մեջ է քարացել ձևակերպման մեջ։ Ձեզ շնորհակալություն հարցի համար։ Պարոն Հարությունյան ջան, մեկ այլ բան է աֆորիզմը գտնելը եւ զետեղելը եւ մեկ այլ բան այն գրելը, որը դուք նաեւ արել եք այս գրքում։ Կցականենք խոսեք ձեր աֆորիզմների մասին, դրանք մեկնաբանեք եւ մեզ ներկայացնեք հենց այդ կեժայի գաղափարախոսության մեջ հենց ձեր աֆորիզմները։ Տեսեք, այդ աշակերտական տարիների տետրերի մի մասը, որոնք որ կան, դրանց մտքերը իմ, որոնք որ միգուցե աֆորիզմ կլինեն հետագայում, դրանք թվայնացրել են, որոնք որ պահպանում են բարեբախտաբար։ Ու մտքերից յուրաքանչյուր բաժին որ սկսում այդ կենժահեն կյանք, երազանք, նպատակ, ժամանակ, աշխատանք, հաջողություն, երջանկություն, այս կոնցեպտն է իմ առաջարկած։ Եվ մեր կյանքը ամբողջությամբ մեր կյանքի ներկապնակը, սպեկտրը կարծում հենց այդ կենժահեն է։ Յուրաքանչյուր բաժին սկսելուց, քանի որ գիրքը ստացվում է եւ հեղինակն եմ եւ կազմել եմ, որտեւ մյուս 2500 աֆորիզմի հեղինակը բնականաբար ես չեմ, բայց ինքս եմ թարգմանել, հետո մեր մասնագետները խմբագրել են, ահագին տարաձայնություններ են ունեցել եւ այլն, այդ շատ լավ է, որ վերջում կարծում եմ մտքերը բավականին բյուրեղացել են, լավ են ստացվել։ Յուրաքանչյուր բաժին սկսում է իմ մի մտքով, աֆորիզմով եւ այնուհետեւ շարունակվում է եւ ինքս էլ հավաքագրում եմ իմ մտքերը, հուսամ առիթ կլինի այն հրապարակելու, բայց ավելի ուշ։ Իհարկե այս հեղինակները շատ հանրաճանաչ հեղինակներ են, հայ հեղինակներ էլ ունենք իհարկե։ Յուրաքանչյուր մարդ իր այսպես հաջողություն ունի, իր մակարդակ ունի, բայց կարծում եմ իրենք որ ավելի մեծ հաջողության հասել, ես դեռ ճանապարհ եմ անցնելու։ Չնայած 40 այդ 121-րդ աֆորիզմը, որ ասացի, իմ կյանքում շատ բան է փոխել, այդ Կարլ Յունգի միտքը, որ իսկական կյանքը սկսում է 40 տարեկանից հետո, մինչ այդ մենք ուղղակի ուսումնասիրություններ ենք կատարում, սա նաև ոնց որ այս գիրքը նաև ինչ որտեղ իմ ծննդյան նվերն է ինձ։ Իսկ գրքի ստեղծման ընթացքում եղել է արդյոք ինչ-որ մի պահ, երբ դժվարությունները փորձել են խոչընդոտել եւ ցանկությունը գիրքը ավարտին հասցնելու կորել է։ Չէ, խոչընդոտներ Արման էստեղ է, այդ համատեղ օգնելու ժամանակ կհաստատի, այդպիսի դեպքեր ունեցել ենք, խոչընդոտներ ունեցել ենք, այդ թվում նաև տեխնիկական ժամանակի ֆայլներ կորել եւ այլն, այդպես խնդիրներ ունեցել ենք, բայց ամեն ինչ հաղթահարելի է, եթե իրոք այդ իկիգայը կա, որ ուզում ենք այդ փոքր քայլերով ինչ-որ մի մեծ արդյունքի հասնենք, այդ պարագայում պիտի ունենանք, ես նույնիսկ մի բան այսպես անկեղծորեն կիսվեմ, երբ որ շարվածքը արվել էր, այսինքն ոչ թե ուղղակի Word-ում շարել ենք այս գիրքը, ովքեր որ գրքի հետ ծանոթ են կիմանան այդ նրբությունը, ոչ թե Word-ում շարել ենք ու տպել ենք, այլ հատուկ դիզայն ենք արել, երբ որ այդ մասնագետը ինձ ուղարկել է երեկոյան ժամ էր, կինս էլ կարող է դա հաստատի, ուրեմն երեկոյան ժամ էր, դե պրինտերը օֆիսում է, ես էլ տան եմ, պատկերացրեք երեկոյան սենց թերթում եմ ոնց է ստացվել բան, որ առավոտյան գնամ տպեմ, այն իմ ոգևորությունը այնքան մեծ էր, որ մի հատ էլ նորից նայեմ, սխալներ, տարածքներ եւ այլն չլինեն, այսինքն գործի մեջ կարճ ասած այդ ոգևորությունը պիտի լինի, եթե ոգևորությունը չկա, ստացվում է կներեք ռուսերեն բառի համար, գալочкայի համար կամ ստիպված ինչ որ բան ես անում, բայց այդ ոգևորության հետ միաժամանակ պիտի գործողությունը հաջորդի, եթե չկա, տենց ոգևորություն լինում է, մարում է, մենք էլ մնում ենք նույն մակարդակին։ Աննա Աբրահամյան, խնդրեմ։ Այո։ Որն է ձեր ոգևորության աղբյուրը այդտեղ։ Իմ ընտանիքն է։ Ինձ թվում է իմ ընտանիքն է, իմ կինն է, իմ երեխեքն են, իմ ծնողներն են, իմ քույրերն են։
նաև իմ գիտական ղեկավարը Գագիկ Հարությունյանը մի գիրք ունի, որը կոչվում է Հետագից, ու ամեն մարդ այդ գրքից չունի, բայց ես ունեմ այդ գրքից, որպես իր ասպիրանտ ու իմ անունը էլ կա, ինչու համար սա ասացի, մարդ ծնվում է այս երկիր մոլորակում հետագից թողնելու համար։ Եթե այդ միտքս կարծեմ կա, եթե չեմ սխալվում, եթե մենք ուղղակի ծնվել ենք, որ մարդկության 8 միլիարդի կամ 8 միլիարդա վերջը այդ թվականակի որևէ մի հերթական կներեք համարը լինենք կամ անձը լինենք, կարծեմ դա ի սկզբանե սպառված կյանք է, այսինքն պիտի ինչ-որ մի բան փոխենք, լավը փոխենք, այդ որ դուք ասում եք դրական մտածողություն եք տալիս եւ այլն, կարծում եմ այդ պոզիտիվնե մշլենի, էլի դրական մտածողությունը մեզ պետքա դուք էլ դե հազարավոր գրքեր եք թարգմանում, դուք էլ այդ մասին կարող եք ասել, էլի ինչպիսին ներքուստ գալիս է, այնպիսին էլ մարդը աշխատում է։ Լինում է, չէ, որ անկում ակնում։ Լինում է անկում, հա։ Դա է ասում, որն է ոգեշնչման, ոգևորման աղբյուրը, որ նորից ծնվում եք ու շարունակում եք առաջ գնալ։ Այդտեղ մի լավ միտք կա, Ավոյի Մոնթե Մելքոնյանի միտքն է, որ ասում է ամենադժվար բանը, երբ որ փորձում ես դու ինքդ քեզ գերազանցել, դա դժվար բան է։ Այսինքն այսօրվա ավետիքն ու վաղը կամ մի շաբաթ հետո ավետիքը պիտի տարբեր լինեն, աճ պիտի լինի, թե ռեգրես ենք ապրում, նշանակում է սպառում ենք, ուղղակի այտենց օրերը սպառում ենք, բայց այստեղ այդ կենժահեն պատահական չի, կյանք, երազանք, փորձեմ դրան, կյանքը մեր ամենաթանկ երևույթն է մոլորակի վրա, Աստված մեր ծնողների միջոցով տալիս է, երազանքային լույսն է, իհարկե սրանց մասին երկար կարելի է խոսել, երազանքային լույսն է, կենսատու լույսն է, որը առկայծում է, այսինքն մեր մեջ կա, բայց այդ երազանքը ինքը իրան չի ստացվում, ասենք մարդ ուզում է երազում է, չգիտեմ, տիեզերք թռնելու մասին, բայց եթե դա նպատակ չլինի, համապատասխան դասընթացներ չանցնի, փորձություն չանցնի, բնականաբար նաև միջոցներ չունենա, չի կարող տիեզերք թռնել։ Երբ որ ուզում ենք այդ երազանքը իրականություն դառնա, պիտի նպատակի իջեցնենք նպատակի մակարդակի։ Գրքի վերջում այդպեսի բան կառուցվածք կա, պրակտիկում կա, այո։ Նպատակը ինչ է, երազանքն է, ասած Նապոլեոն Հիլը, իր վերջնաժամկետով։ Ունեցանք նպատակ, հասանք, պիտի ժամանակը ճիշտ կառավարենք։ Ամենաթանկ ռեսուրսն է, որը մենք ունենք։ Ինքը չենք կարող փոխարել, քչացնել, շատացնել եւ այլն, բոլորի համար նույն ժամանակն է։ Եվ, չգիտեմ, Էդիսոնի համար էր նույնը, Աբրահամ Լինկոլնի համար, բոլորի համար նույնն էր։ Հետո գալիս է ժամանակ ունենք, այդ ամենը չունենք, պետք է մեզ աշխատանք։ Եթե չաշխատենք, ուղղակի տանը դիվանագետ լինենք, դիվանի վրա նստած, անհնար է ինչ-որ հաջողության հասնել։ Պապայի, մամայի, տատիկի, պապիկի թողաջառանգությունը, հաջողությունը դա մերը չի, մեր հետագիծը չի։ Հետո աշխատանքի արդյունքում ունենալու ենք անկասկած հաջողություն ունենալու ենք, հաջողությունը պետք է պահել։ Ասենք պայմանական, չգիտեմ, X բուհ ավարտեցիր գերազանցությամբ, քեզնից գոհես, բայց հետո եթե քո վրա չես աշխատում, չես ինքնակատարելագործում, նոր հմտություններ 21-րդ դարում ենք ապրում, նոր հմտություններ ձեր չես բերում եւ այն բնականաբար չես կարող հաջորդ մակարդակի լեվելի անցնել։ Հաջողությունը ինքնըստինքյան բերում է երջանկության։ Երջանկությունը իմ կարծիքով դա մեր բավարարվածության աստիճանն է։ Կենժահեի մասին միանգամից Աննայի հարցի շրջանակներում անդրադարձանք, էլի։ Խնդրեմ։ Ես մի քիչ շեկա, մի քիչ արդեն անդրադարձել եք այդ հարցին, բայց ամեն դեպքում ասեմ, նախ շնորհավորում եմ ձեզ դերքի շնորհանդես։ Ապրեք Վահան ջան, շնորհակալ եմ։ Facebook-ում կար մի այսպիսի բան, խաղմրցույթ գրքի կազմի։ Այո, այո։ Ես եմ մասնակից։ Գիտեմ, այո։ Նկատառումներն եմ գնել, վերջո կարծեք ինչի մասին է, կազմը ամբողջական։ Հա, դե քանի որ ոչ մեկ չի պատասխանել, հա։ Ասեք, հա, խնդրեմ, եթե ունեք տարբերակ։ Ես տարբերակ։ Հա, խնդրեմ։ Հին Հնդկաստանում կա sense բան, կյանքի հոգևոր կյանքի 4 ուղիներ, երջանկության, իմաստնության, կարծեմ իմաստալից ապրելու 4 ուղիներն է 4 տարերկներում։ Չէ, սա չէ, միանգամից ասեմ, սա հենց իկիգայն է, անքննարկել է, դրա մեջ կա։ Չէ, սա իկիգայն է, ուղղակի ուրիշ փիլիսոփայություն կա այստեղ։ Լավ, եթե այլ պատասխան չկա, քանի հա, ասեք։ Ես չէի տեսել անգամ որ այդպիսի հա, խաղարկություն կա այս։ Հա։ Բայց կարծում եմ, այստեղ քանի որ գույներն են միանգամից իկիգայի շրջանակի գույներն են, իսկ թվում է այդ երբ որ գտնում ես քո իկիգայի ու փորձում ես վարակել, դուք այդպիսի միտքեր ունեք հենց գրքի սկզբում։ Ես կարծում եմ դրան վերաբերյալ է, որ գտնես քո իկիգայը ու վարակես այլոնց եւս, այսինքն օգնես այլ մարդիկ եւս գտնեն իրենց իկիգայը։ Կազմը դրան է նման։ Եթե հետել չեք պիտի Չորս տարի
ասել եմ, սա բնականաբար այս 4 կլորները, բնականաբար դա Venn դիագրամն է, դա ձեր ասած էս ապօրիններից, բայց 2500 չենք հաշվել, լավ, կարճ ասած, պատասխան չկա, что где когда я։ Բնականաբար սա Venn դիագրամն է, այդ բան Ikigai-ն է։ Հաջորդ այս կողքի բյուրեղները դիզայնի հեղինակը ես չեմ, բայց իդեան լրիվ ես եմ տվել ոնց են լինի եւ այլն։ Սա մեր աֆորիզմներն է, սա Ikigai-ն է մեջտեղ։ Սա սպիտակ լույսն է, վրա նշված վերևը կա, հա, Ikigai, այստեղ ամենակլիչևոյ միտքը այստեղ է, երկու իմաստ ունի, մեկը ճապոնյան է, քանի որ Ikigai ինքը ճապոնական փիլիսոփայություն է, չգիտեմ Անանդա ուշադիր եղել է թե չէ, իրանց դրոշի այդպեսին է, սպիտակա կարմիրով նիպոն է, էլի, կարմիրով, եւ այս գաղտնիքը մեկը սա եւ ամենակարևոր գաղտնիքը, քանի որ ես Արցախից եմ, կարմիր, կապույտ, նարնջագույն, Արցախի դրոշը նաեւ սպիտակ է, այդ փիլիսոփայությունը նաեւ դրա մեջ է։ Բացահայտեցինք։ Էլի մեր Հայաստանն է, բայց նաև Արցախն էլ կապ ունի, վայ ջան, այ հիմա գաղտնիքը բացահայտեցի լրիվությամբ։ Այ այդ մի տարբերակը չի։ Բա դուք ես գրիչս որ տեսել եք դասընթացի ժամանակ ասել եք, այդ մեկը չեք նկատել։ Չէի սպասում որ էստեղ։ Բա իհարկե, ամենտեղ կա։ Մի հարց էլ տանք, ճիշտ է դուք մեզ հուշեցիք, բայց ինչու հենց այսօրը շնորհանդես գալեք։ Մի փոքր դրան անդրադարձա, ուրեմն տարբեր օրեր եմ մտածում, երբ անենք, անցած տարի մի օր առաջ, այսինքն 25/03/25-ին Ներսյանցի այդ գրքի շնորհանդեսն է, որ ես էի թարգմանել։ Այս տարի որոշեցի 25/03/25-ը, այս մեկն է 26/03/26 լինի, մի տարի մի օր հետո։ Հա ոնց հասկացա, հա դուք ակնկալում եք հաստատ լինելու, հա։ Այնպես որ Գարուն ինքը կյանքի սկիզբ է խորհրդանշում, Գարունը արդեն առաջին ամիս համարյա ավարտում է, ու դրա հետ միաժամանակ սա նաև պատահական չի, որ մինչև ապրիլի 7-ն է, կանանց միամսյակն է, եւ քանի որ մեր ընտանիքում էլ իմ փոքրիկ ընտանիքում 3 տղամարդ ենք, մեկ էլ կինս է, սա նաև բոլոր կանանց, իմ քույրերին, մայրերին եւ բոլորին նվիրված հաշվեք մի փոքրիկ ժեստ է, էլի։ Բարի երեկո բոլորին, ես Աննան եմ Վարդանյան, ճապոնագետ, ես ավետիկին համեմատաբար շատ վաղուց չէ, բայց տարիներ ճանաչում եմ արդեն և քանի որ անցյալ տարի պատիվ ունեցա լինելու իրավունքի փիլիսոփայություն իր թարգմանած գրքի շնորհանդեսին, հիմա այսպես վերլուծելով գալիս եմ, որ այս գիրքը խորապես ազդել է այս գրքի ստեղծման վրա, ճիշտ եմ մտածում, որ այս գիրքը ունի իր ազդեցությունը այս գրքի վրա ու ինձ թվում է քիչ-քիչ փիլիսոփա է ծնվում։ Ես այդպես եմ կարծում։ Մի քիչ մոտիկ եմ, էլի ասեմ, երբ որ ավետիկը փոխանցեց իր այս նոր գրքի նախաբանի հատվածը ու ես մի փոքր ընթերցեցի, հասկացա, որ հետաքրքիր ազդեցություն կա, դա իմ նկատառումն է եւ առաջին մասնագիտությամբ ես ֆինանսիստ եմ գործող, այստեղ մի բան կա, որ ես ուզում եմ ֆինանսական տերմին տանել դեպի Կենժահեն, որը ավետիկը, այսպես ասեմ, առաջ է բերում, ես այսպես կբնութագրեմ, ինքը բանաձևից նոր բանաձև է դուրս բերել։ Այո։ Այսինքն Ikigai-ից առաջ բանաձևն է, էլի ստացվում։ Այո, բանաձև ես դուրս բերել։ Իդեպ դա բավականին բարդ թեմա է, ընդհանրապես բանաձևից նոր բանաձև դուրս բերել, նոր մոտեցում տալ, ցուցաբերել ինչ-որ մի հարցի շուրջ։ Դա արդեն ինքնին նորույթ է գրքի։ Մյուս նորույթը, որ ես նկատել եմ, գուցե ավետիկը, քանի որ ինքնաբերաբար է դա արել եւ գուցե ինքը ուշադրություն չի դարձրել, ընդհանրապես հիմնասյուները զույգով են լինում։ Այստեղ ավետիկը 7 հենասյուն է վերցրել։ Եվ կարծում եմ, որ դա ինչ-որ մի հետաքրքիր նորույթ է, հետո ինքը կբնութագրի։ Ինքը, այսինքն, արել է, բայց գուցե առանց գիտակցելու է արել, որ իմ կարծիքով դա նորույթ է, որ ինքը առաջ է բերել։ Եվ ուսումնասիրելով բնականաբար նաև ձեր հարցին եմ ուզում անդրադառնալ, այս գիրքը Ikigai գրքի հետ, որը թարգմանվել է ոչ թե ճապոներենից, այլ լեզվից հայերեն, կապ ունի այնքանով, որ ընդհանուր Ikigai-ի մասին է գաղափարը, որը շատերս չգիտենք։ Ես շատ եմ ուսումնասիրում ճապոնական փիլիսոփայությունը
եւ ապրել եմ այնտեղ եւ անընդհատ ճապոնական ազդեցություն ունեմ ինձ վրա։ Գիտեք, մեր հասարակությունում շատ է պակասում, որպեսզի յուրաքանչյուր մարդ իր մեջ գտնի իր իկիգայը։ Այդ այնքան կարևոր բան է, ես չգիտեմ, այդ 40 տարեկանը իսկապես ունի ազդեցություն, այսպես տարիքային հասունության հետ կապված, բայց Ավետիկը այս գրքով եւ իր այս մտահաղացումով նաև երիտասարդների մեջ կարող ենք ձևավորել այդ ավանդույթը։ Եթե պարզ մի պահ դուրս գանք մասնագիտական տերմիններից եւ այլնից, երկու բառով ասեմ ինչ բան է իկիգայը։ Իկիգայը այն է, ինչ որ ձեզ դուր է գալիս։ Ինչից որ դուք հանգստանում եք, ինչից որ դուք հաճույք եք ստանում։ Օրինակ, ասենք դուրս գաք այստեղից այգում զբոսնեք եւ լիցքավորվեք, եւ լիցքաթափվեք, եւ լիցքավորվեք։ Բնության հետ շփվեք։ Եթե դա ձեզ հաճույք է պատճառում եւ ձեր այստեղ եղած բացասական մտքերից սրումը, դա էլ է ձեզ համար իկիգայ։ Իկիգայը նպատակ է նաեւ։ Դնել փոքրիկ նպատակներ, բայց այո, ինչպես Ավետիկը նշեց, իրականանալի։ Հասնել այդ նպատակին, հետո նոր նպատակ սահմանել։ Դա էլ է իկիգայ։ Իկիգայը այդ ճանապարհն է նպատակին հասնելու։ Այն հատվածը, որը ձեզ հետո բավականություն է պատճառում, հաճույք է տալիս, որ գիտեք, երբ որ ամեն մարդ ունի իր մեջ նման, այսպես իկիգայի նման երևույթ, անպայման չէ, անունը դուք իկիգայ ասեք, բայց այդ միտքը, այդ դրական մոտեցումը, հավատացնում եմ ձեզ, մեր հասարակությունը դրանով շատ ավելի բարի կարող է դառնալ, շատ ավելի առողջ մտածողություն կարող է ունենալ։ Եվ երբ որ ամեն մարդու մեջ կա իկիգայ եւ ոչ ինչպես Ավետիկը ասեց, դիվանի վրա նստած, հա, ինչ որ քննադատություն, ավելի նպատակային է աշխատում ամեն բան։ Օրինակ կարող եմ վերել, ինչպես է ճապոնացի ժողովուրդը ինքն իր համար ստեղծել իր հավաքական իկիգայը եւ դուրս եկել պատմական շատ ծանր օրինակ իրողություններից եւ հաղթահարել։ Դա էլ է իկիգայ։ Այսինքն իկիգայը կարելի է դիտարկել էլի ֆինանսական տերմինոլոգիայով ասեմ, եւ մակրո մակարդակում եւ միկրո մակարդակում։ Ամենակարևոր բանը այն է, որ ամեն սկսվում է այստեղից, ասում են ճապոնացիները։ Եթե այստեղ դրականն է ծնվում, նպատակ կա եւ դու գնում ես դեպի այդ նպատակը, դու մենակ լուսավորով ես ոգեշնչվում եւ այդ կողքի այդ պարապսարա բացասական բաներն էլ չես նկատում։ Դու քո նպատակը դրել ես եւ պիտի գնաս դրան։ Իսկ նպատակը նաեւ նպատակի մասշտաբը մարդու մասշտաբն է նաեւ որոշում, թե ինչ մասշտաբի մեջ ես դու ցանկանում։ Իրա, այո, հենց երեք ես այդ post-ն էի դրել, որովհետեւ պատրաստվում էի այսօրվա խոսքին։ Ռադարանեսկա։ Ես շատ ուրախ եմ, որ իմ լավ ընկերը Ավետիկը ճանաչում եմ իր ընտանիքին, Սիրանուշին, շատ կարևոր է, որ ինքը իր մեջ իր իկիգայը գտել է։ Այդ դեղին թղթիկների հետ կապված ուզում եմ մի հատ փոքրիկ բան ասել, ճիշտ է, ես չեմ եղել Արցախում եւ այդ ժամանակահատվածում ծանոթ չենք եղել մենք, բայց մի օր երբ առիթ ունեցա այցելելու այդ գրասենյակ Գիտական Արցախ պարբերականի հերթական շնորհանդեսի ժամանակ, որտեղ ես էլ հոդված ունեի։ Մի քանի հատ։ Այո։ Տեսա, որ իր համակարգչի էկրանից ոնց դեղին թղթիկներ էր դրած ու ես չգիտեմ ինչ է ինքը գրել, ոնց ասում Ավետիկ, այսքան գործ ունես այսօր անել, որտեղ sense իրար հետևից կպցրած չէ, ասեց։ Կանբանն է, դա ճապոնական կանբանն է, էլի։ Այնա գրքի մեջ կա դրա։ Ամեն օր մի նոր աֆորիզմ եմ գրում, այդ օրը ես այդ աֆորիզմով ապրում եմ, ոնց որ փորձում եմ դրանով ոգեշնչվել, այսպես դրանով առաջնորդվել մի լավ բանով։ Ինձ չոր մտքի ու որ հետո տեսա, որ այդ ամեն ինչը դարձել է գիրք, ես հասկացա, ընդհանրապես Ավետիկը համեստություն է անում, բայց ոչ մի բան հենց այնպես չի լինում։ Քննադատել այնքան դժվար է։ Հիմա պատկերացնում եք այս գիրքը, որ ծնվել է, այսօր ծնունդն է գրքի, ինչ երկար ճանապարհ է անցել։ Եթե դպրոցական տարիքից է սկսել այդ տետրերի մեջ, ինձ թվում է, որ մենք ինչ որ առանձին sense գունավորում ենք կողքերը, գրիշները, այդպես բաներ։ Հա, այնա պահում եմ դրանք։ Ну, եթե ժամանակագրորը էլի վերադառնենք այն 40-ամյակի, այսինքն ամենակիչը 30 տարի այս գիրքը գրվում եւ հավաքագրվում է։ Եթե վերցնենք, այդպես է, եկել, այսպես բյուրեղացել է, այնպես որ Ավետիկ ջան, շատ
շնորհավորում եմ իր սրտից, շատ ուրախ եմ եւ վստահ եմ, որ այս գտիր քո իկիգայը, քո կոչը հասարակության մեջ եւ մեր բոլորի կյանքում եւ սրտում բնականաբար դրական առաջընթաց ունենալու, ում մոտ էլ որ չլինի, հետո անպայման եկեք ոնց ասեց Ավետիքը, հետո կգաք մենք կզրուցենք։ Չի կարող լավը չլինել։ Շնորհակալ եմ եւ կրկին շնորհավորում եմ։ Շատ Աննա ջան, ապրես։ Այստեղ նաեւ հոկեբան գործընկերներ ունենք, Հասմիկը, Հակոբյան, ճիշտ եմ, չէ՞։ Եթե դուք էլ արտահայտվելու Քանի որ Յունգի մասին խոսք գնաց, իհարկե։ Ողջունում եմ բոլորին, ուրախ եմ գտնվել այստեղ, շնորհակալություն հրավերի համար։ Յունգի մասին ասեցի, Կարլ Գուստավ Յունգը անալիտիկ հոգեբանության հիմնադիրն է, վերլուծական, եւ այո, իսկապես ինքը իր աշխատություններում նշում է, որ 40 տարեկանից նոր մենք սկսում ենք հասկանալ կյանքը։ Այսինքն ոչ թե մինչև այդ չէինք ապրում ու 40 տարեկանում մեկ էլ ապրեցինք, այլ մինչև 40 տարեկան մենք որոշակի կյանքի փորձ ենք ձեռք բերում եւ 40 տարեկանում արդեն 40 դեռ չհատած սկսվում է էգզիստենցիալ գոյաբանական ճգնաժամը։ Երբ որ մարդ հետ է նայում իր հետագծի մասին խոսեցիք, չէ, հետ է նայում իր ապրած կյանքին եւ արդեն որոշակի գիտելիքներով, հմտություններով փորձում է վերլուծել ինչքանով էր դա իմաստալից, ինչքանով էր իր ապրած կյանքը իր համար, ինչպես ասեմ, գոհացնող։ Եվ այո, եւ քանի որ նշեցիք նաեւ այն մասին, որ մենք հետագից պիտի գծենք ու թողնենք ինչ-որ մի լավ բան, Մասլոուի խոսքերն եմ ուզում բերել, այո, պահանջմունքների բուրգի մասին, առաջին շերտում սկսվում են կենսաբանական պահանջմունքները, այո, եւ ամենավերջինը բուրգի վերջում ինքնաիրացումն է, այո, երբ որ մենք հասնում ենք այդ պահանջմունքի բավարարմանը, այսինքն ստացվում է մենք մեր կյանքը հենց այնպես չենք ապրել։ Եթե ինքնաիրացում տեղի չի ունենում, մենք ունենք ստեղծարար ներուժ։ Եթե դա տեղի չի ունենում, այդ էներգիան վերածվում է դեպրեսիվ էներգիայի։ Եվ ուզում եմ հավելել, որ գիրքը, կարծես թե որ 40 տարեկան այսպես հնչեց, շատ կարևոր է նույն այդ իմաստի, նոր իմաստ գտնելու մասով, որ յուրաքանչյուրը պարտադիր չի լինեն 40 տարեկան, էգզիստենցիալ գոյաբանական ճգնաժամեր, տարբեր մենք ունենք տարիքային ճգնաժամեր, եւ այստեղ հենց դա ըստիս այն փարոսն է, այն լույսն է, որ մարդուն ով ունի գոյաբանական ճգնաժամ եւ կյանքի իմաստ է փնտրում, գիրքը կդառնա հենց այն փարոսը, որ կօգնի ինչ որ նոր իմաստ գտնել, հա, ինչ որ ռեսուրս իր համար կարևոր, որը կօգնի ցանկացած իրավիճակում այ հենց այդ ճգնաժամը հաղթահարել կամ դժվարությունների հետ գործ ունենալ։ Զուգահեռ նաեւ մեր հասարակության process-ների մասին խոսեմ, գրքի հետ կապված, հիմա մենք տեսնում ենք առհասարակ գլոբալ մակարդակով իմաստի ճգնաժամ ունենք եւ կրթություն եւ այլն ավելի շատ իր դիրքերը զիջում է եւ քանի որ ես ինքս Երևանի պետական համալսարանում նաեւ դասավանդում եմ համեմատելով նույնիսկ 2 տարի առաջ ու հիմա չես համեմատի թե ինչ տարբերություն կա, ինչ ցավալի է շատ եւ հենց այդ իմաստի կորուստները, այո, այստեղ էլ է երևում խոսքի իմաստի, բովանդակության իմաստի եւ ավելի շատ հիմա ակցենտավորված է աշխարհում ձևը եւ բովանդակությունը կարծես թե բացակայում է։ Եվ այս դեպքում գիրքը նույնպես էլի իր օգուտը, տեսեք, քանի կետերով շատ մեծ ու կարևոր աշխատանք է, որ Սիրով, եւ այս դեպքում էլ ոնց որ դուք այս գրքով բերում եք մեր ուշադրության ֆոկուսը հենց այդ իմաստի վրա, բովանդակության վրա, որը էլի ապրեցնող է։ Ապրեք, շնորհակալություն նեղ մասնագիտական կարծիքի համար, հաճելի է։ Պիտի Գայանեն խնդրեմ, Գայանե ջան։ Ողջույն բոլորին։ Ես Գայանեն եմ, Ավոյի վաղեմի ընկերը։ Մենք դեռ Արցախում ենք ծանոթացել։ 20 տարի առաջ, սեպտեմբերի 20 տարի անց։ Այո, եւ կարող եմ ասել, որ գրքի ստեղծման գործընթացի ժամանակ Ավոյին օգնել եմ մի քիչ համեստորեն։ Հենասյուների քանակը որոշեցինք, պիրի պլանիրովկա արեցինք իրար հետ, որ սյունը որտեղ դնենք ու վերջում մեր կյանքի նման է, հա, կենժահե գաղափարախոսությունը դա շունչի ու արտաշունչի նման է։ Երբ որ կյանքը գալիս է շնչով եւ գնում է արտաշնչով։ Երջանիկ պահերին միշտ մի հատ լավ արտաշունչ
չեմ քաշում, խաղաղվեցի։ Իսկ այն պահը այդ շունչի եւ արտաշունչի մեկ դադարը դա հենց այն կյանքն է, որ մենք վայելում ենք։ Դա այն բոլոր մեր տարերն են, եզրույթները ու էմոցիաները, որոնք որ տեղակայված են ժամանակի, նպատակի, հաջողության, այդ ամեն ինչի արանքում։ Ուստի Ավոն շատ լավ նշեց, որ ամենալավ գիրքը, ամենաճիշտ գիրքը Աստվածաշունչն է։ Այո, Աստված ասում է, ամեն ինչ փնտրում ենք մենք հիմա նյութական աշխարհում, որտեղ լիքը գույներ կան, լիքը բառեր կան, լիքը ձևեր կան ու իմաստը չկա։ Բայց Աստված ասում է, ես եմ ձեր մեջի լույսը։ Մի հատ ներս գնացեք։ Ինչի ենք սենց Աստված փնտրում, Աստվածը ստեղ է։ Ու այս լույսը, որ ամենը մեջտեղում սպիտակ, թափանցիկ, այդ հենց արտաշունչի լույսն է։ Ավոն նշեց, Օշո շատ եմ սիրում կարդալ, ասում է, երեխեն ծնվում է ձեռքը փակ, իսկ ծերունին մահանում է ձեռքը բաց։ Վերևից Աստված Պապին մեր ձեռքի մեջ դնում է լիքը գանձեր։ Ու երբ որ մենք մեր կյանքի ընթացքում նյութական տարբեր բարիքների մրցավազքի հետևից գնալով, տարբեր տեսակի ինտրիգների եւ էմոցիոնալ եւ տարբեր հարաբերությունների մեջ կորցնում ենք այդ գանձերը, վերջում դատարկ ձեռքով գնում ենք։ Վերջին արտաշունչը դատարկ ձեռքով ենք անում։ Մեր համար, ինձ համար Իկիգայը դա շունչի եւ արտաշունչի միջև տեղակայված դատարն է։ Որովհետեւ այդ ընթացքում պետք է փորձես զգալ ինչ է հաջողությունը, ինչ է նպատակը, ոնց ժամանակ գտնեմ այդ ամեն ինչի հետևից հասնելու, բայց ոնց որ ամեն ինչ ունի սկիզբ ու վերջ, այդ ընթացքը պետք է վայելել։ Ինքս լեռնագնաց եմ, Օլիմպ տարա, ու երբ որ այդ Օլիմպոսի բարձրանալուց իմ պայուսակի մեջ 2 բան կար, 2 լիտր ջուր, մեկ էլ Իկիգայի այսքան տպած թղթային, ու ամեն անգամ երբ որ կանգնում էինք շնչ առնելու, մի քիչ հանգստանալու, ես թուղթու գրիչը ցանում, բացում, սկսում էի իմ կարմիր գրիչով, կանաչ գրիչով համապատասխան նկատառումները, փոփոխություն խմբագրում, հետից լեռնագնացում, գայ շուտ ինչ ես անում, գիրք եմ խմբագրում։ Իկիգայը բավականին ճանապարհորդեց հետաքրքիր ճանապարհներ ինձ հետ, ու երբ որ մենք Ավոյի հետ հանդիպեցինք, ասացի, գիտես, երջանկության իմ անձնական բանաձևն ասես, գայ, ինչքան նման ենք այդ պահին նպատակներ, մտքեր, այն 1000 մղոնը սկսում առաջին քայլից, նպատակները դարձրու համապատասխան քայլեր, ու ես էլ ինքս իմ նպատակներին ու ցանկացած տեսակի երջանիկ պահերին հասում եմ կես քայլ, ու երբ որ շատ նույնիսկ դժվար պահ է գալիս, միշտ ինձ Բայազետի լուսապայծառ առավոտն է աչքիս առաջ գալիս, երբ որ ամենադժվարին պահերը միշտ գալիս է, ամենամութ գիշերը միշտ գալիս է լուսաբացից 20 րոպե առաջ։ Երբ որ Արարատ լեռ էի բարձրանում, ամենադժվար անոտ պահը 5-ին 15 պակասոտ էր, ամենամութն էր, ամենախեղտողն էր։ Դրանից հետո կարողացա վայելել մի տեսարան, որտեղ Արարատի բուրգն էր Բայազետի դաշտի վրա։ Հետևից արևներ, դիմացից Արարատ բուրգած էր, ու հասկացա, որ իսկապես այդ էր վայելքի պահը։ Ամբողջ ճանապարհը կես քայլով, կես շնչով բարձրացել էի, որպեսզի այդ մի շունչը վայելեի գագաթից։ Այս կողմից Հայաստանը, մյուս կողմից Արևմտյան Հայաստան։ Այդ էր ինձ համար Իկիգայը։ Ու հիմա իմ երեխեքին էլ, իմ ընկերներին էլ, բոլորին էլ սիրում եմ, որովհետև սիրուն կյանք է։ Իսկ կյանքը սիրուն է, որովհետև հենց այդ բառը սեր ունեցող։ Պետք է մենք սիրենք ու սիրենք զնինյանս ու դիմացինին էլ վերաբերվենք հենց նենց, ոնց որ կուզենանք մեզ վերաբերվեն։ Ու Իկիգայի շունչը ու արտաշունչը մեջտեղի դադարը գիտակցենք ու վայելենք։ Մնացածը ապելի բան է։ Մերսի շատ, Սիրենա ջան, խնդրեմ։ Ահագին աշխատել ենք մենք Գայանե Օրենայի հետ։ Շնորհավորում եմ բոլորիս։ Գիրքը անշուշտ սեղանի գիրք է, որովհետև այս գրքով դուք ձեր սեղանին կունենաք մեծ ոգեշնչման աղբյուր։ Մենք սովորաբար ինչից ենք ում բառից ենք ոգեշնչում։ Նրանց բառերից ում հավատում ենք։ Իսկ ում ենք ամենաշատը հավատում, ով ունի հարուստ օրինակելի կենսափորձ,
ով ապրել է արժեքներով եւ այստեղ այս գրքի մեջ ամփոփված են այդպիսի ավելի քան 2000 մարդկանց կենսագրությունից, կենսափորձից, իմաստնություններից ծնված վիրակներ, նրանք տարբեր ասպարեզներում հայտնի մարդիկ են, արվեստագետներ, փիլիսոփաներ եւ հերոսներ, այնպիսի անարատ կենսագրություն ունեցող մարդ, ինչպիսի Մոնթենե Քունյանն է, այնպես որ սա բոլոր տարիքի մարդկանց համար սեղանի գիրք է, կարծում եմ, որովհետև բոլոր տարիքում ցանկացած նախաձեռնությունից առաջ մենք ունենք այդ ոգեշնչման աղբյուրը, այդ խորհուրդների աղբյուրը, որ տալիս են մեզ իսկապես երևելի մարդիկ։ Ապրեք շատ Ռենա ջան, շնորհակալ եմ։ Եթե կարծիքներ կան, ներկաներից խնդրեմ։ 2020 թվականներ իհարկե ավետիքին ճանաչում 2013 թվականից, հերակար ճանաչում էինք, բայց մենք սկսեցինք աշխատել 13 թվականից եւ 20 թվականներ նույն աշխատասենյակում էինք աշխատում եւ ավետիքը իմ բաժնի պետն էր այդ ժամանակ, ինձանից բացի մեկ աղջիկ էր կա։ Այո, Գայանե։ Հետ աշխատող Գայանեն, ավետիքը մի հատ յուրահատուկ գործելավոճ մշակեց եւ ամեն առավոտ մեր աշխատասենյակի հենց իմ դիմացի այդ պահասեղանի Այդ կախում էր ամեն օր մի ինչ-որ հայտնի մարդու ասացված կամ աֆորիզմ եւ ինչը դա մեզ տալիս, նախ դա շատ յուրահատուկ գործիք էր, որտեղ հիմնականում աշխատանքային Բայց դրանց ցեվագրությունները օֆիսում պահում են, հա, մոտս կա, հա։ Օրը դաժե նշած։ Հա, եւ ավետիքը պարտադիր օրն էր նշում։ Միշտ դա յուրահատուկ էր այնքանով, որ այդպիսի գործելավոճ ոչ մեկը չուներ եւ մեր այլ գոլեգաները սենց մի ձևի էին նայում, ասում են, «Էս ինչով է»։ Չգիտեն էլի որ հետո էս գիրքն ա տվվել։ Բայց ինչն է տարբերությունը։ Այն որ մենք ավետիքի շտորի օրը սկսում ենք այդպիսի իմաստալից գաղափարով, իրականում երբ որ Իսկ ամենավերջում ինչ են կարել։ Հա, եւ ամենավերջում ունեցել ենք այսպես կոչված քննարկում, ավետիքը մեզ հարցեր նոթատետրի հիշում։ Հա, այդ եմ ասում, հարցեր է տալիս եւ իհարկե Գայանեն մեր մյուս գործընկերին այդքան ոգևորությամբ չէր, ես ավելի ոգևորված եմ պատրաստվել եւ ավետիքը մեզ նոթատ ձեր անուն ազգանունով Երևանից է պատվիրել իրանց անուն ազգանունով։ Յուրահատուկ էր եւ իհարկե մնացել է Արցախում ցավոք սրտի, նոր կտպենք կտամի։ Եւ ինչ եմ ուզում այդ առումով ասել, ավետիքը շատ ոգեշնչել է ինձ ոչ միայն աշխատանքում, այլև գիտության ոլորտում միշտ մոտիվացրել է ամենածանր պահերին հասնել ինչ-որ հաղթահարել այդ դժվարությունները եւ շարունակել։ Դրա համար շատ շնորհակալ եմ քեզ։ Քեզ է շնորհակալություն Մարիամ ջան։ Ամեն ինչի համար։ Շնորհակալ ենք ձեզ հետաքրքիր։ Ես եմ ուզում ձեզ շնորհակալություն հայտնել, ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել եւ իմ Աստծուն, իմ ծնողներին, իմ ընտանիքին, ձեզ բոլորիդ, որ ժամանակ եք գտել օրացույցում այսօր նշել եք, որ գաք մասնակցեք գրքի քննարկմանը շնորհանդեսին, ձեզ շնորհակալություն միջոցառումը վարելու համար, ինձ թվում է շատ լավ անցել, ներկաները դա կփաստեն։ Անիների ընտրությունը ինչու համար եմ կատարել, ոչ միայն որպես լավագույն ուսանողներ, այլ կարծում եմ, որ ռուսերեն բառը պիտի ասեմ, բայց հայերենը դուք ասեք, էլի էստաֆետը ոնց ենք ասում, փոխանցում, թե ինչ հայելի իմ կարծիքով իհարկե հիմա դուք ինձ պարոնով եք դիմում կամ մի պահ ես կաշկանդվեմ եւ այլն, բայց նես պիտի լինի, որ դուք բնականաբար մեզ գերազանցեք, այսինքն պայմանական ես կամ իմ մյուս գործընկերների ինչ որ մակարդակի level-ի եթե կան, չի նշանակում, որ դուք դա անհասանել եք։ Միանշանակ հասանելը հաստատ մեզ գերազանցելու եք, միանշանակ եմ ասում։ Ես ուզում եմ, որ նաեւ իրենց համեստությամբ նաեւ հանրային դեմք դառնան, ինչու ոչ թող նաև կարողանան այսպիսի միջոցառումներ, դա չեմ ասում դուք վարող եք, ուղղակի ես կազմակերպում ենք այս ամեն ինչը, որ հետաքրքիր անցնի։ Երևի թե այսքանը, ինչ վերաբերում է մենք ունենք նաև մի փոքրիկ, այսպես ասած հայտարարության մեջ նշել էինք, ունենք մի փոքրիկ խաղարկություն, ուրեմն այսպիսի մի հատ փոքրիկ խաղարկություն ենք անում, նրանք ովքեր որ ունեն գիրքը նշում եք ձեր անուն ազգանունը, հեռախոսահամարը եւ եթե թերթել եք գիրքը, որևէ աֆորիզմ եք նշում։ Եվ վերջում այդ ընտրված թղթերից պատահականության սկզբունքով մի քանի հատ հանում ենք եւ ասել եմ հետեւյալը, ես նախատեսում եմ
կազմակերպել անվճար դասընթաց, ինչպես գտնել սեփական իքիգայը, եւ պատահականության սկզբունքով ու դա պրակտիկ աշխատանք է լինում, դասախոսություն չի լինում, որտեղ դասախոսությունը սիրում եմ համասարանում, բայց ինձ ավելի շատ դուր է գալիս պրակտիկը, որտեղ դասախոսությունը շատ հաճախ ինքը կա բաժակաճառի նմանվի, բայց ինձ հետաքրքիր է որ շատ այդ պրակտիկ հատվածը։ Այդպես ենք անում, ովքեր որ արդեն ունեն, խնդրում եմ թղթերը վերցրեք, ձեր նշեք, ինչու համար եմ ասում հեռախոս համար, կարիքի դեպքում որ կարողանանք ձեզ հետ կապ հաստատել, խնդրեմ թղթերը փոխանցեք, հետո կլսնենք այստեղ։ Եվ նաև այսպես ասած գրքերի ընծայագրում եք ասում, թե ոնց եք ասում, մակագրության պահը, նրանք որ արդեն ունեն, կխնդրեմ կարող եք մոտենալ եւ ընծայագրենք։ Այսքանը։ Շնորհակալություն բոլորին։